եւ այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնեն Թուրքիային, այլ ոչ թե Հայաստանին, վստահ է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, հարգելի հեռուստադիտողներ, տարին դեռ չի հասցրել սկսել, բայց մենք արդեն ականատես ենք եղել մեր թշնամի պետությունների ներկայացուցիչներից երկուսի հարցազրույցներ, որոնք չեն կարող մեզ չմտահոգել իրենց շեշտադրումներով։ Այսօր ավելի մանրամասն խոսել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հարցազրույցի մասին, ով TRT հաբերի հետ զրույցում ամփոփել է 25 թվականը, 26 թվականի առաջնահերթություններն է մատնանշել Թուրքիայի, միևնույն ժամանակ նա նշել է հետևյալը, որ Թուրքիայի եւ Վաշինգտոնի շահերը մեր տարածաշրջանում գրեթե բոլոր հարցերում համապատասխանում են իրար, մեր տարածաշրջան ասելով եւ շահերի համընկնում մենք կարող ենք շատ գլոբալ հարցեր հասկանալ, սկսած Սիրիայում տեղի ունեցող ցեղասպանությունից վերջացած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներով, ու իրականում պետք է ընդգծենք նաեւ հետեւյալը, Հական Ֆիդանը առաջին պաշտոնյան չէ բարձրաստիճան, ով ասում է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի շահերը համընկնում են, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջանում քաղաքականությունը որոշելիս, նոր հարավային Կովկաս ձևավորելիս քննարկումներ են իրականացնում Անկարայի հետ, ել ավելի անկեղծ եթե լինենք, Անկարան է գրում նոր հարավային Կովկասի ճարտարապետությունը, ինչի մասին է խոսքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը դեռևս անցյալ տարվա տարեվերջին խոսելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին շատ անկեղծորեն նշել էր հետևյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում եւ Սիրիայում Թոմ Բարակը հայ-ադրբեջանական նաեւ հարցերը քննարկելիս խորհրդակցում է, եկեք այսպես ձևակերպենք, Թուրքիայի նախկին եւ ներկա հետախուզությունների ղեկավարների հետ, Իբրահիմ Քալինի եւ Հական Ֆիդանի հետ, հարգելի ընկերներ, այսինքն այն քաղաքականությունը, որը հիմա տեղի ունենում մեր տարածաշրջանում, որը համաձայնեցվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի Հանրապետության իշխանությունների մասով, մասնավորապես TTIP-ի վերաբերյալ, այս ամեն ինչը գրվում է Թուրքիայում, ինչի մասին փաստորեն ասել են նույնիսկ ամերիկացի պաշտոնյաները, միևնույն ժամանակ եկեք հետևյալ հարցին պատասխանենք, լավ, իսկ երբվանից են Թուրքիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը համընկնում։ Դա եղավ այն բանից հետո, երբ որ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ընտրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, թե շատ ավելի շուտ էր դա տեղի ունեցել։ Միգուցե դեռևս 1952 թվականի փետրվարի 18-ից սկսած են իրենց շահերը համընկնում։ Հենց այդ օրը Թուրքիան դառավ ՆԱՏՕ-ի անդամ, բայց մեր մասով, Հայաստանի մասով, նորանկախ Հայաստանի մասով չափազանց կարևոր է հետևյալ օրը, հետևյալ տարեթիվը, հետևյալ երևույթը, հետևյալ հանդիպումը 2018 թվականը, այսպես կոչված Թավշյա հեղափոխություն, դրանից հետո Հայաստան է այցելում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հանդիպում է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, տարբեր պաշտոնյաների հետ, այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մարդիկ, որոնք ամերիկյան աշխատավարձով Հայաստանում տեղեկատվական օրակարգ են ձևավորում։ Հիմա իրենց այդ հանդիպումներից հետո Ջոն Բոլթոնը նշում է հետևյալը, տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, ասում է, որ Հայաստանի Հանրապետության համար զարգացման գաղտնիքը գտնում է նրանում, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կարծրատիպերից։ Պատմական կարծրատիպեր ասել նշանակում է հետևյալը, որ Արցախը հայկական է, որ Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակից է, որ Իրանը ստրատեգիական հարևան է, ում հետ դու պետք է բարելավես քո հարաբերությունները, այս ամեն ինչից պետք է հրաժարվել, միևնույն ժամանակ պետք է փլուզել անվտանգային համակարգը, որը տասնյակ տարիներ աշխատել է, որը տասնյակ տարիներ էֆեկտիվ է եղել, որը ապահովել է Հայաստան-Արցախ միասնական անվտանգային համակարգ է ձևավորել, այս ամեն ինչը պետք է ոչնչացնել հանուն Թուրքիայի հետ համագործակցության, հանուն թուրքական աշխարհին ինտեգրման։ Եվ սա ոչ միայն Ջոն Բոլթոնի մոտեցումն է տարածաշրջանի վերաբերյալ, ընդհանրապես վերջերս նախորդ տարվա տարեվերջին ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը Foreign Affairs-ը բավականին ծավալուն հոդված էր գրել, որտեղ վերլուծել են Թուրքիայի նախագահի աշխարհաքաղաքական նկարտումները, Թուրքիայի ծրագրերը, Թուրքիայի պլանները, եւ երբ որ մենք ընթերցում ենք այդ վերլուծությունը ամերիկյան հեղինակավոր պարբերականը, մենք հասկանում ենք հետեւյալը, որ Թուրքիան 2020 թվականին աջակցել է Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայում, Արցախի հանրապետության դեմ ագրեսիայում, աջակցել է նաև 23 թվականին էթնիկ զտումների ժամանակ, բայց ոչ թե այն պատճառով, որ իրենք պարզապես ուզել են օգնել Ադրբեջանին, այլ որովհետև իրենք ունեն ռազմավարական նպատակ տարածաշրջանում ձևավորել յուրահատուկ տնտեսական, բայց աշխարհաքաղաքական բնույթի դաշինք
դաշինք, որի մաս պետք է կազմի եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, դաշինք, որի սուրը պետք է ուղղված լինի Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Վերլուծաբանը Foreign Affairs-ը նշում է հետեւյալը, որ Թուրքիան փորձում է ոչ թե պարզապես ամրացնել իր դիրքերը Հարավային Կովկասում, այլ ամրացնել իր դիրքերը ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության։ Այսինքն, այս ամեն ինչում Հայաստանի Հանրապետությունը ստանում է ընդամենը մեկ դեր գործիքի դեր ընդդեմ Ռուսաստանի եւ ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, մենք հերթական անգամ պետք է նշենք հետեւյալը. Նախ Հական Ֆիդանի խոսքերը, Սթիվ Ուիթքոֆի խոսքերը գալիս են ապացուցելու մի պարզ բան, որ եթե Հայաստանը կոնֆլիկտ ունենա, ռազմական կոնֆլիկտ ունենա Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, Վաշինգտոնը գալու է օգնության ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ պատմական կարծրատիպերից հրաժարվելը, որի մասին խոսում էր մեկ այլ ամերիկացի պաշտոնյա Ջոն Բոլթոնը, արդեն հանգեցրել է նրան, որ մենք կորցրել ենք Արցախի հանրապետությունը, մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում չեն հրաժարվում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նախագծից, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության վերացումը, մենք լինելու ենք այն նույն կարգավիճակում, որում այս պայմանությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունը, եւ այս ամենը հետևանք է նրա, որ ոմանք որոշել են, որ հայերս մենք պետք է հրաժարվենք պատմական կարծրատիպերից։ Մտածեք այդ մասին։